Hello everybody. Որն է սպիտակ տան դրես կոդը։ Լրագրողներին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչու այդպես աղմուկ բարձրացրեց Զելենսկիի քեժուալ հագուստը, որով նա ներկայացել էր ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի հետ հանդիպմանը, եթե Իլոն Մասկը միշտ է այդպես հագնվում, բայց սպիտակ տանը նրա հավին քշա ասող չկա։ Well, Elon Musk wore a suit last night. Իլոն Մասկը կոստյում է հագել հենց անցած երեկո, երևի տեսել եք։ Միգուցե նրան վախեցրել է այն, ինչ արեցին Զելենսկիի հետ։ No, I don't think so. I'm just pointing out that he Չեմ կարծում, ուղղակի արձանագրում եմ փաստը, որ նա երեք կոստյումով էր։ Կարծում եմ նախագահին էլ է դա շատ դուր եկել։ looked great. Մասկն իսկապես կապույտ կոստյումով ու փողկապով էր կոնգրեսում Թրամփի ամենամյա ելույթին, թեև զգացվում էր, որ ինքն իր ափսեում չէ։ Մասկի կոստյումից կտրուկ շրջադարձ Ուկրաինայի ֆինանսավորմանը։ Last night. Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ Վաշինգտոնում վերանայում են Ուկրաինայի ֆինանսավորման դադարեցման որոշումը, բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին Զելենսկիի հայտարարությունից հետո։ Հստակեցման համար նրանք վերականգնելու են, թե չեղարկելու են Ուկրաինա ուղարկվող ռազմական օգնությունը։ Pause for a review. Հենց դա եմ վերանայելու։ Sure. The president read parts of the letter that he received. Իսկ երբ է նախագահ Թրամփը պլանավորում ստորագրել հանքանյութերի համաձայնագիրը։ Plans to sign that minerals deal after receiving that letter. Those talks are happening as we speak. Դրա շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց նորից հիշեցնեմ, նախագահի նպատակն է կանգնեցնել այս պատերազմը։ Իսկ X-ում գրած նախագահ Զելենսկիի ուղերձը դրական ազդակ է։ He wants to see this war end. Քերոլայն Լևիթը նաև խոսել է Մեքսիկային ու Կանադային որոշ մաքսատուրքերից ազատելու Թրամփի անակնկալ որոշման մասին։ Ըստ Լևիթի Թրամփը մեկ ամսով կնվազեցնի Կանադայի եւ Մեքսիկայի դեմ ավելի վաղ սահմանված առևտրային մաքսատուրքերից մի քանիսը։ Governor Justin Trudeau. Նրանք զանգել եւ խնդրանքով դիմել են նախագահին, որ նվազեցնի ավտոմոբիլների մաքսատուրքը։ Նախագահը հաճույքով դա արեց։ Փոխադարձ турքերը առաջվա պես ուժի մեջ կմտնեն ապրիլի 2-ից։ The call ended in a somewhat Ավելի վաղ Թրամփը 25% մաքսատուրք էր սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար։ Դա առաջացրել էր Կանադայի վարչապետի վրդովմունքը։ Ջասթին Տրյուդոն ասել էր, որ ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հայտարարել իր երկրին։ Ի պատասխան Թրամփը եւս մեկ անգամ Տրյուդոյին նահանգապետ էր անվանել եւ սպառնացել, որ կարող է ավելի շատ բարձրացնել մաքսատուրքերը։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Նաթևոսյան, Հայլուր։